Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը հանդես է եկել նոր առաջարկով։ Նա առաջարկում է այսուհետ բարևից հետո Ոնցեսի փոխարեն միմյանց հարցնել. հիմա ինչ ես կարդում։ Ըստ նրա Ոնցեսը ձևական է հնչում։ Նա մասնավորապես ասել է. տիկնակ եւ պարոնայք, չեմ հասկանում, դուք չեք կարդում, եթե կարդում եք, բայց չեք ուզում նպաստել, որ ուրիշներն էլ կարդան եւ Հայաստանը ամենաշատ կարդացող երկրների շարքում հայտնվի, ապա ճիշտն ասած ձեր մոտիվացիան հասկանալի չէ։ Եթե չեք կարդում, այդ դեպքում ինչ եք անում։ Հաշվի առեք ժամանակ չունեմ գիրք կարդամ պատասխանը ամենավատն է բոլոր հնարավոր պատասխաններից։ Ինչևէ լավ առաջարկ ունեմ։ Առաջարկում եմ այսուհետ բարևից հետո Ոնցեսի փոխարեն իրար հարցնենք. հիմա ինչ ես կարդում։ Ոնցեսը քիչ մձևական եւ ավելորդ հարց է, որովհետեւ բոլորս հրաշալի տիրապետում ենք ով ոնց է։ Հաճախ դիմացինից ավելի լավ գիտենք ինչ է կատարվում նրա աշխատավայրում, անձնական կյանքում, ֆինանսական կյանքում, վարկերը, պարտքերը, դրամաները, գլխին կուտակվող սևամպերը։ Ուստի կարող ենք Ոնցեսը փոխարինել ռեալ հետաքրքրություն ներկայացնող հարցերով. հիմա ինչ ես կարդում, ինձ քո վերջին կարդացածներից որը խորհուրդ կտաս։ Եվ խնդրում եմ, մի վախեցեք միանալ իմ արշավներին, դրանք չեն կծում, նշել է նա, հավելելով, որ չէր ցանկանա գիրք կարդալու քարոզչության մեջ միայնակ մնալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է պարային մի տեսանյութ, այն վերնագրելով դրվագ իրական Հայաստան ֆլեշմոբից։ Ուշագրավն այն է, որ Փաշինյանի հեղինակած երգի տակ պարողներից մեկը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է, թե ում նախաձեռնությամբ է նա հանդես գալիս պարուհու կերպարում, պատասխանել է հենց ինքը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Քանի որ երգելու կամ նվագելու շնորհք չունեմ, այսպես քննարկեցինք, որ ինչու ոչ բարի մի համար դնել եւ իմ նախաձեռնությունն էր, մեր երիտասարդներն էլ սիրով միացան եւ միասին նման բան ենք անում։ Սիրելի գործընկերներ, այո, ես նաեւ քնում եմ, հաց եմ ուտում եւ երեխաներիս հետ եմ հեռախոսով շփվում, այո, երբեմն պարում եմ, դա անում եմ աշխատանքից դուրս երեկոյան ժամերին։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նաև հայտնել է, որ Վարդենիսի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել ընտանիքի 10-րդ զավակը։ 3 կիլոգրամ 530 գրամ քաշով 51 սանտիմետր հասակով փոքրիկն ու մայրիկն իրենց լավ են զգում եւ առաջիկայում դուրս կգրվեն, նշել է Ավանեսյանը։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է Տելեգրամում նույնպես պետք է ակտիվացնել երկփուլային անվտանգություն, այսպիսի բան որ ստանաք ռիփորտ արեք, հանկարծ չհավատաք եւ իհարկե Տելեգրամում նույնպես ակտիվացրեք երկփուլայինը, անգլերեն two-step verification, ռուսերեն облачный пароль, ասել է Սամվել Մարտիրոսյանը։